Սաղմոս 80-րդ Աղոթք ազգի վերանորոգման համար Ասափի Սաղմոս Ով Իսրայելի հովիվ, ականջ դիր, դու որ Հովսեփին առաջնորդում ես հոտի պես, փայլիր դու, որ նստում ես քերովբենների վրա։ Եփրեմի և Բենյամինի և Մանասեի առջև արթնացրու քո զորությունը, եկ մեզ ապրեցնելու համար։ Ով Աստված, վերադարձրու մեզ և փայլեցրու քո երեսը և կապրենք։ Ով Տեր զորությունների Աստված, մինչև երբ պիտի բարկանաս քո ժողովրդի աղոթքի վրա։ Արտասուքի հաց ես կերցնում նրանց և մեծ չափով արցունք ես նրանց խմեցնում։ Մեզ կռվի պատճառ ես դարձնում մեր դրացիների համար և մեր թշնամիներն իրենց մեջ ծաղրում են մեզ։ Ով զորությունների Աստված, վերադարձրու մեզ և փայլեցրու քո երեսը և կապրենք։ Մի որդատունկ փոխադրեցիր Եգիպտոսից, ազգեր դուրս հանեցիր և տնկեցիր այն։ Ճանապարհ պատրաստեցիր նրա առջև և հաստատեցիր նրա արմատները և նա լցրեց երկիրը։ Սարերը ծածկվեցին նրա ստվերով և Աստծո մայրիների պես են նրա ճյուղերը։ Նրա ոստերը երկարացրիր մինչև ծովը և նրա ճյուղերը մինչև գետը։ Ինչու հիմը քանդեցիր նրա ցանկապատը, որ ճանապարհով բոլոր անցողները կողոպտեն այն։ Անտառի խոզն ապականում է այն, և վայրի գազանը արածում է նրա մեջ։ Ով զորությունների Աստված, դարձի՛ր, երկնքից նայիր և տես, եկ և նայիր այս որդատունկին և նրա բոլոր բուսած ճյուղերին, որ քո աչը տնկեց, և այն որդուն, որին զորացրիր քեզ համար։ Այրված է, կրակով այրված, կորչում են քո երեսի սաստելուց։ Թող ձեռքդ քո այս ձեռքի մարդու վրա լինի, այն մարդու որդու վրա, որին զորացրիր քեզ համար։ Այլևս քեզնից պիտի ետ չդառնանք։ Կենդանացրու մեզ և կկանչենք քո անունը։ Ով Տեր, զորությունների Աստված, վերադարձրու մեզ, փայլեցրու քո երեսը և կապրենք։